Մենք եթերում ենք, շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, առհասարակ գաղտնապահ լինել լավ բան է։ Եվ որևէ մեկին, երբ վստահում ես քո անձնական կամ աշխատանքային գաղտնիքը, քո կողքին կանգնած ամենամտերիմ մարդկանցից մեկն է։ Եվ գիտես, կոնֆիդենցիալությունը շատ կարևոր է հիմա բոլոր ոլորտներում։ Այո։ Եվ այս թեման երբ մի փոքր մեծացնում ենք, հասկանում ենք, որ այո կան խնդիրներ, որոնք պետք է վերահսկվեն պատկան մարմինների կողմից եւ խախտման դեպքում դրանք քրեորեն անգամ կարող են պատժվել։ Ներկայացնենք հյուրին եւ հասկանանք, թե կոնկրետ որ ոլորտի գաղտնիքների մասին է խոսքը։ Այո, մեր տաղավարում է առողջապահական իրավունքի հայկական ասոցիացիայի նախագահ Սուրեն Քրմոյանը։ Բարի լույս, շնորհակալություն, որ ձեր առավոտը կիսում եք մեզ հետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Պարոն Քրմոյան, եկեք ի սկզբանե հասկանանք ու բացահայտեք մեզ, թե ինչ է իրենից ներկայացնում բժշկական գաղտնիքը։ Բժշկական գաղտնիքը մեր առողջապահական համակարգի հենասյուներից է, որի վրա ընդհանուր բժշկությունը հիմնվում է, առողջապահական համակարգը դա մի կողմից իրավունք է պացիենտի, որ իր կողմից հայտնված տեղեկությունները մնան գաղտնի, մյուս կողմից բուժաշխատողի եւ բուժհաստատության պարտականություն է այդ տվյալները պաշտպանելու եւ պահպանելու եւ դա ունի բավականաչափ լուրջ հենասյուներ, սկսած Հիպոկրատի երթումից մեր թվարկությունից առաջ 3-4 դարում, որտեղ բժշկական գործունեության ընթացքում հայտնի դարձած տեղեկությունների չբացահայտումը դիտարկվում է որպես պացիենտի կամ բուժվողի իրավունք եւ բուժծառայությունների պատշաճ եւ որակով իրականացման հենասյուն։ Եթե պացիենտը գիտի, որ իր մասին տվյալները, որոնք շատ անգամ շատ նուրբ են, հիվանդության, ախտորոշման հետ կապված են, եթե վստահ է, որ այդ տվյալները չեն բացահայտի, ինքը առանց մտավախության բժիշկին այդ տվյալները հայտնում է, որն էլ հիմք է, որպեսզի այդ բուժումը պատշաճ լինի, եթե ամբողջական տվյալներ, եթե հանկարծ մտավախություն ունի, որ այդ տվյալները կարող են բացահայտվել, նախ ամբողջական տվյալները չի ասի եւ բուժումը սխալ կգնա, երկրորդը շատ լուրջ խնդիր է, եթե պացիենտը չի վստահում իր բժիշկին եւ այդ ըստ այդմ չի վստահում նաեւ բուժհաստատությանը կամ առողջապահական համակարգին։ Հա, այսինքն մենք ինչպես հասկացանք, այստեղ նաեւ պատասխանատու է այցելուն, ոչ միայն բժիշկը կամ բժշկական համակարգը։ Տեսեք, պացիենտը իր մասին տվյալները, անձնական կյանքի եւ մասնավորապես բժշկական տվյալը կարող է ինքը բացահայտել, ինքն է որոշում, թե օրինակ իր հիվանդության ախտորոշման համար իր ամուսնուն, իր ծնողներին հայտնում է, թե չի հայտնում, բայց հիմնական պահպանելու պատասխանատվությունը մասնագիտական պարտականություն է եւ բուժհաստատությունը եւ բուժաշխատողներն են այդ պարտականությունը կրում, ընդ որում դա ոչ միայն տվյալ է օրինակ ախտորոշման արդյունքների։ Պացիենտը այցելելով բժիշկին բուժհաստատությանը, բժիշկը իմանում է եւ իր առողջության մասին, բայց նաեւ շատ սոցիալական տվյալներ է, ընտանիքի կազմի մասին է տվյալներ ունենում, ընտանեկան հարաբերությունների ամեն ինչ, այսինքն անձնական կյանքի տվյալներ է։ Ուզում եմ ավելի լայն ասեմ, մեր բժշկական գաղտնիքը չի սահմանափակվում միայն բուժման process-ում պարզված տեղեկություն, նույնիսկ անձը եթե այցելել է բուժհաստատություն, բուժհաստատությանը եթե օրինակ հարցում է գալիս, ինքը չի ասում, որ այդ մարդը այցելել է կամ չի այցելել, եթե օրենքով նախատեսված հիմքերը չկան կամ պացիենտը իր համաձայնությունը չի տվել։ Եվ այդ պարտականությունը կրում է ոչ միայն բուն բուժող բժիշկ, այլ օրինակ այդ բուժհաստատության ադմինիստրացիայի աշխատողը, շտապօգնության վարորդը, բուժքույրը, մաքրուհին, որը տեղանում է, ինքը բավականաչափ լայն է եւ բավականաչափ խիստ պատասխանատվություն է նախատեսված այդ բժշկական գաղտնիքի բացահայտելու համար, որովհետև օրենսդիրը գտել է, որ մեր բժշկական գաղտնիքի բացահայտումը խարխլում է առողջապահական համակարգը եւ մարդու արժանապատվությունը եւ մարդու իրավունքները։ Իսկ ինչ բացեր ունենք եւ խնդիրներ ներկա պահին Հայաստանում բժշկական գաղտնիքի պահպանման տեսանկյունից։ Տեսեք, նախ առաջինը տարեցտարի ավելի լուրջ վերաբերմունք է դրսևորվում բժշկական գաղտնիքի, բայց եթե ժամանակին օրինակ կարող էր զանգել քո հարևանին, որը որ բժիշկ է կամ ծանոթին եւ այլ անձի մասին տվյալները բացահայտեին, հիմա բավականաչափ խիստ է, մարդիկ գիտակցել են եւ մենք փորձում ենք օրինակ բժշկական համալսարանում վերապատրաստումների միջոցով բժիշկներին հասցնենք եւ ռիսկերը եւ խնդիրները, բայց խնդիրներ կան։ Խնդիրները կարող են լինել շատ պարզ խնդիրներից, որ օրինակ
բժշկական հաստատության ադմինիստրացիային, որ դու մոտենում ես կողքը մի ուրիշ պացիենտ է եւ լսում է դու ինչ տվյալ ես հայտնում, այսինքն բուժհաստատությունը պարտավոր է նենց պայմաններ ապահովել, որպեսզի այդ բժշկական գաղտնիքը չբացահայտվի, վերջացած, որ հիվանդության պատմագրերը ճիշտ տեղում պահվեն, որ բուժաշխատողները եւ նաեւ ամբողջ բուժհաստատության ադմինիստրացիան վարորդից մաքրուց սկսած այդ գիտելիքը ունենա, որ բժշկական գաղտնիքը պահպանվում է եւ վերջացած թվային դարում արդեն մենք թվայնացված ենք, գիտեք, բավականաչափ ակտիվ տեմպերով առողջապահությունը թվայնացվում է եւ այստեղ խնդիր է առաջանում արդեն կիբերտիրույթում, թվային տիրույթում այդ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները պահպանել։ Առաջինը, որ ճիշտ պահպանեն եւ չկարողանա բացահայտվի այդ տվյալները, օրինակ չարամիտ միջամտության դեպքում, կիբերհարձակումների, եւ երկրորդը, որ հասանելիությունը տրվի այն մարդկանց, որոնք որ իրոք այդ հասանելիության կարիքը ունեն։ Եթե իմ տվյալը թվայնացվել է, դա չի նշանակում, որ օրինակ բոլոր բուժհաստատությունները կամ բոլոր մարմինները պետք է այդ տվյալը տենան։ Այդ տվյալները պետք է տենան այն մարմինները, որոնք որ օրենքով այդ իրավասություն ունեն կամ ինձ ծառայություններ մատուցելու ընթացքում ես տվել եմ իմ համաձայնությունը, որ իմ տվյալները օգտագործվեն։ Մի հատ ընդհանուր կանոն եմ ուզում ասեմ, որ մեր հեռուստադիտողների համար պարզ լինի։ Կանոնը հետևյալն է. բժշկական գաղտնիքը պահպանվում է եւ չի կարող որևէ դեպքով բացահայտվել երկու դեպք կա։ Մեկը, որ պացիենտը իր համաձայնությունը տալիս է, եւ երկրորդը, եթե օրենքով ուղղակի դա նախատեսված է։ Օրինակ, վարակիչ հիվանդությունների դեպքում բժիշկը տեղամասային թերապևտը պարտավոր է հայտնել առողջապահության նախարարության համապատասխան մարմիններին, որպեսզի օրինակ COVID-ի հետագծելիությունը կամ վերահսկողությունը տեսնեն։ Երկու դեպք կա, կամ համաձայնությունը տալիս ես, կամ օրենքով ուղղակի նախատեսված դեպքում է։ Ոչ կառավարության որոշման, ոչ օրենքով գրած է, որ այս դեպքում տալիս ենք տվյալը, օրինակ դատարանի որոշման հիման վրա տալիս ենք։ Իհարկե յուրաքանչյուր ծրագիր եւ նախաձեռնություն ունենում է իր դրական արդյունքը, եթե հստակ պարզեն եւ պահանջները եւ պարտականությունները։ Այս դեպքում եկեք խոսենք լիարժեք իրականացված օրենսդրական պահանջների եւ բուժաշխատողների պարտականությունների մասին։ Տեսեք, նախ օրենսդրությամբ հստակ ամրագրված է այն դեպքերը, որտեղ առանց պացիենտի համաձայնության պետք է տրամադրվի։ Օրինակ, եթե դու դիմել ես բուժհաստատություն, վարակիչ հիվանդություն ես փոխանցվում է, կամ եթե քրեական գործի շրջանակներում դատարանի կողմից որոշում կա։ Մենք օրենսդրական բավականաչափ դետալացված կարգավորում ունենք։ Հիմա ձեր հարցին թե գործնականում ոնց են, առաջի խնդիրը կարող առաջանա այնտեղ, որ ես կարծում եմ, որ մենք ակտիվ այս ոլորտում վերապատրաստումներ պետք է անենք, որպեսզի բուժաշխատողին եւ ադմինիստրացիային պարզ լինի, թե որն է բժշկական գաղտնիք, ում կարող են տալ, ում կարող են չտալ։ Օրինակ, նախկինում քննչական մարմինները ուղղակի դիմում էին բուժհաստատությունը պարտավորություն ունի, հիմա քրեական դատավարության օրենսգիրքը ավելի խիստ կանոն է սահմանել եւ ասում է պետք է դատարանի որոշում։ Այսինքն կրթություն իրազեկվածության պատճառով կարող են այդ բացահայտումները լինել, առաջինը, երկրորդը ես կարծում եմ, որ բուժաշխատողները ավելի իրազեկ են այս բժշկական գաղտնիքի, քան բուժհաստատության այլ տեխնիկական օրինակ անձնակազմ իրականացնող անձինք, բուժհաստատությունում բոլորը պետք է իմանան, որ իրենք աշխատում են, օրինակ այդտեղ պայմանականորեն IT մասնագետ է, ինքը շփվում է եւ այդ տվյալները ներքին ցանցին, ինքը պետքա չբացահայտման համաձայնագիր ունենա եւ պետքա այդ որովհետեւ օրենքը պարտադրում է, ասում է այն տվյալը, որ դու գործի բնույթով ստացել ես, օրինակ եթե նույնիսկ իրավապահ մարմինների աշխատակիցը, առողջապահության նախարարության աշխատակիցը այդ տվյալը իր պաշտոն է ստացել կամ ապահովագրական ընկերության, այդ աշխատակիցը կրում է պարտականություն չբացահայտելու։ Եթե քո ծառայողական պարտականությունն է եւ իրավունքն է դու տեսել ես, դու չպետք է երրորդ մարդուն հայտնես։ Այսինքն գործնականում կարող են այստեղ խնդիրներ առաջանալ, դրա համար շատ կարևոր է, որ մենք հիմա օրինակ հանրայինի եթերում խոսում ենք բժշկական գաղտնիքի եւ բոլորին կոչ եմ անում բուժհաստատություններին, եթե պացիենտի համաձայնությունը չկա, ուղղակի օրենքով պետք է նախատեսված լինի, եթե նույնիսկ կասկածում եք, այդ տվյալը չեք տալիս, մինչև իրավական առումով չեք ճշտում այդ իրավունք ունեք, որտեղ օրինակ բուժհաստատությունը հարցումներ է ստանում տարբեր փաստաբաններից է ստանում, պետական մարմիններից է ստանում, կառավարությունը հատուկ կարգ է սահմանել, օրինակ այդ հարցման մեջ, եթե օրինակ ես աշխատում եմ դատախազությունում, հարցում եմ անում, պետք է իրավական հիմքերը տան, որ այդ բուժհաստատությունը բացի տեսնի, արդյոք պարտականություն ունի
տալու, ինչ ժամկետում, ինչ եղանակով։ Շատ հետաքրքիր է, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը առողջապահական ոլորտում մեծ հարցեր է առաջ բերում։ Օրինակ, ես որպես այցելու ինչպես կարող եմ վերահսկել եւ արդյոք կարող եմ վերահսկել եւ ինչ որ նախասահմանումներ ունենալ, որ միայն իմ բժիշկը տեխնոլոգիական համակարգում կտեսնի իմ մասին ինֆորմացիան կամ ինչպես է սահմանվում օրինակ արհեստական բանականության բժշկի եւ պացիենտի փոխհարաբերությունները, դրանք վերահսկելի են արդյոք։ Շատ լավ հարցադրում եք անում, թվայնացված տվյալը, այո, այս պահին Արմեդ համակարգը ներդրված հնարավորություն ունի, որ պացիենտը կարող է փակել այդ տվյալները եւ այլ անց չտեսնի, այսինքն ինքը փակում է եւ ասում է միայն իմ համաձայնության դեպքում է։ Այս դեպքում իհարկե շատ կարեւոր է, որ ներքին այդ process-ները կանոնակարգվեն, որովհետեւ թվայնացումը նշանակում է, որ ոչ ճիշտ իրավական եւ տեխնիկական լուծումներ տալու պարագայում այդ տվյալը կարող է նենց մարդ տեսնի, որը դրա իրավասությունը չունի։ Ոնց է դա կարգավորվում։ Առաջինը այդ տվյալները, եթե բժշկական համակարգի ներսում են, համապատասխան կանոնակարգումներ կա, որ հասանելիություն ով ունի բուժ հաստատությունում։ Օրինակ օպերատորը կարող է ավելի շատ հասանելիություն ունի, քան բաժանմունքի վարիչը, որտեղ ինքը ամեն ինչը տեսնում է, այստեղ շատ կարևոր է, որ օպերատորը եւ գիտելիք ունենա եւ իրեն հասանելիություն տվող անձը ճիշտ ձևով տա հասանելիություն, այսինքն օպերատորին տալիս է այս ծավալով, տնօրենին տալիս է այս ծավալով ու տեխնիկական առումով էլ եթե համակարգից դուրս է գնում առողջապահական, այստեղ արդեն թվայնացման ոլորտում իրավասու մարմինները մինչև այդ հասանելիությունը տան, օրինակ, որ ոստիկանության աշխատակից այդ տվյալը դիտի, իրենք համապատասխան օրենսդրական հիմքերն են նայում, թե ոստիկանությունը ինչ ծավալի, օրինակ կարող է ոստիկանությունը ասի, այո, կամ առողջապահության նախարարության որոշակի ստորաբաժանման ասեն դու ինֆեկցիոն հիվանդությունների մասին տվյալները տեսնում ես Սուրեն Քերմոյանի, բայց օրինակ մյուս տվյալները ախտորոշում բուժումը չես տեսնում։ Շատ կարևոր է, որ եւ իրավաբանորեն կանոնակարգին եւ դրա տակը տեխնիկական նես լուծում լինի, որ երբ որ մի հատ ինձ հասանելիությունը տվել են, այնտեղ երևա թե ես կոնկրետ ինչ տվյալ պետք է տամ։ Բայց կարևոր երաշխիքը ինչու՞մ է, որ թվային դարում այս տվյալների փոխանցումը լոգավորվում է, ինչ է նշանակում։ Եթե որևէ մարմին հարցում է անում էլեկտրոնային եւ ստանում է պատասխանը, դա միտեղ թվային տիրույթում ֆիքսվում է եւ հետագայում եթե օրինակ իմ տվյալների արտահոսքի խնդիր լինի, ես կարող եմ դիմել օրինակ Արմեդ համակարգին կամ թվայնացման ոլորտում լիազոր մարմին եւ ինձ կասեն թե ով է իմ տվյալը հարցում, ով է իմ մասին հարցում կատարել, եթե ինչ որ մեկը ունի մեր քաղաքացիներից e-citizen բջջային հավելվածը, օրինակ e-citizen, որ մտնում ես, հավելված կա հարցումներ ձեր մասին։ Ես տեսնում եմ, օրինակ Արմեդը իմ մասին հարցում արել կամ Երևանի քաղաքապետարանը իմ մասին տվյալներ արել, այսինքն ստեղ որոշակի մեխանիզմներ ներդրված են, բայց չեմ ասի, որ միգուցե նաև հնդածս կատարելագործման կարիք ունի։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, շատ լավ հարց եք տվել, ցավոք սրտի այդ հարցը մեր երկրում կանոնակարգված չէ, բայց այո, բայց մի կարևոր կանոնակարգում կա նաև առողջապահական օրենսդրության, որ որոշակիորեն լուծում է, ասում է, որ այդ տվյալները, եթե տալիս են այլ սուբյեկտների, պետք է ապանձնավորված տան։ Օրինակ կարող է AI համակարգ ներդնեն, ասեն օրինակ ուսումնասիրի օրինակ սրտանոթային հիվանդությունները, բայց այդտեղ չեն տալիս, որ Պողոս Պողոսյանը կամ մյուս մարդու տվյալը չեն տալիս, հիվանդացության ցուցանիշ են։ Շատ կարևոր է գիտական, հետազոտական, վերլուծական նպատակը, որ տվյալը տալիս է ապանձնավորվի։ Շատ լավ, հիմա մենք կբերենք մի օրինակ, որը ըստիս կարող է լինել եւ ծրագրային խնդիր, որը շատ արագ թեկուզ կստանա իր լուծումը եւ ամեն ինչ կուղղվի, բայց նաեւ դա կարող է լինել իրականություն։ Երբեմն հանդիպում ենք դեպքերի, երբ տվյալ անձնավորությունը որպես բուժառու է եղել այդ հիվանդանոցում, բայց նա մեկնաբանություններում կամ թեկուզ իր անձնական էջով կարող է գրել, որ նա երբեք ու որևէ կապ չունեցել այդ հիվանդանոցի հետ եւ որևէ բուժման ընթացք նա չի ունեցել։ Եթե ծրագրային խնդիր է հասկացանք, բայց եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա ինչ է արվում այս ամենից հետո։ Եվ ինչ նպատակ են հետապնդում նման գործողությունները։ Շատ կարևոր է, որ այս թվայնացումը տալիս է իր դրական արդյունքները այնքանով, որ արդեն նախ պացիենտը Արմեդ համակարգով տեսնում է, թե ինքը որտեղ է դիմել է, չի դիմել եւ կարող է նաեւ վերահսկողություն անել։ Եթե խոսքը վերաբերվում է այն դեպքերին, երբ որ դու բացում ես հիմա Արմեդը տեսնում ես օրինակ մի
20 հոգու մոտ այցելել ես, բայց դու այդտեղ խնդիր ունես, օրինակ ես իմ համակարգով ասեմ, ես դիմել եմ տեղամասային թերապևտի բուժման, հիմա հայտնվել են օրինակ եւս 2 հոգի, բայց ես բացում եմ, տեսնում եմ դա լաբորատոր ախտորոշման բաժանմունքի լաբորանտն է, որ իմ հետազոտությունը վերցել է նույն բժշկական կենտրոնում նույն օրը, կամ ասենք թե տեսնում եմ այդ բուժ հաստատության օրինակ եւս մեկ աշխատող, որը որ հարակից ռենտգենաբանն է կամ ասենք թե ճառագայթային ախտորոշման ինչ-որ կաբինետի աշխատող, որ ինչ-որ գործողություն արել, բայց եթե ես մտնեմ, տեսնեմ, որ պայմանականորեն նոյեմբերյանի բժշկական կենտրոնում բուժօգնություն եմ ստացել, բայց ես երբեք այնտեղ չեմ դիմել, դա արդեն պետքա ես իրավասու եմ դիմել եւ Արմետ համակարգին, եթե անհրաժեշտություն է նաեւ անձնական տվյալների պաշտպանության գործակալության եւ հասկանամ, արդյոք օրինակ մեկը չարաշահել է եւ իմ անձնագրով այնտեղ որոշակի ձևակերպումներ արել, կամ ուղղակի դա տեխնիկական խնդիր է։ Շատ կարեւոր է, որ այս թվայնացումը նաեւ թափանցիկություն է ապահովում նաեւ ֆինանսավորման եւ առողջապահական ծախսերի, այսինքն նույն առողջապահության նախարարությունը հստակ տեսնում է իմ անձնագրով, իմ հանրային ծառայությունների համարանիշով ես որտեղ եմ, արդեն ասենց ասեմ, եթե ինչ-որ մեկ ուզենա չարաշահի, չի կարող ինձ ձևակերպի միտեղ, որովհետեւ համակարգը տեսանելիություն է տալիս եւ ես եմ տեսնում իմ անձնական տվյալները վերահսկում եւ նաեւ պատկան մարմինները, այդ թվում առողջապահության նախարարությունը տեսնում է, թե ես օրինակ եթե երկու տեղ ինձ օրինակ ինչ-որ մի վիրահատություն անեն նույն թեմայով, նախարարությունը կարող է տեսնի եւ ասի, որ տենց բան չկա, այսինքն ստեղ շատ կարևոր թափանցիկության, հետագծելիության հարցեր ենք մենք լուծում։ Ես եթե պրակտիկ գանք, եթե տենց խնդիր ունեք, կարող եք դիմել համապատասխան առողջապահական մարմիններին կամ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որ կարողանան ստուգեն, տեսնեն արդյոք տեղ ձեր անձնական տվյալները օգտագործել են կամ իրոք դուք դիմել եք թե չէ։ Շատ լավ, պարոն Քրոմյան, ձեր պատասխանի մեջ նաև կար այն պատասխանը, այն հարցի պատասխանը, որ առաջացել էր իմ մեջ թվայնացման այս համակարգի մեջ, ոչ միայն փաստորեն քաղաքամար Երևանի բոլոր կլինիկաներն են, այլ նաև սա վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ամբողջ հանրապետությունում գործող կլինիկաներին, պոլիկլինիկաներին եւ այլն եւ այլն։ Այո, եւ բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին օրենքով բոլոր առողջապահական կազմակերպությունները պարտավոր են միացված լինել համապատասխան Արմետ համակարգին, որովհետև եթե դու նույնիսկ պետական պատվեր, սոցիալական ծրագրեր կամ ապահովագրություն չես անում, դու պետք է տեղեր դուրս գրես կամ տեղատոմսեր դուրս գրես եւ դա պարտականություն է բոլոր բուժ հաստատություններին եւ եթե նույնիսկ նոր բացվող բժշկական կենտրոն իրենք պարտավոր են պայմանագիր կնքել եւ միանալ այդ համակարգին, դա նաեւ շատ կարեւոր է, որ արդեն այդ համակարգի ստեղծմամբ յուրաքանչյուր մարդու հիվանդության պատմությունը չի կորում թղթային տարբերակով, այլ պահպանվում է թվային տիրույթում։ Եվ վերահսկվում է նաև ամենակարևորը։ Շնորհակալություն հայտնենք մեր հյուրին առավոտը մեզ հետ սկսելու համար եւ նաև կարևոր հարցազրույցի համար, հարցազրույց, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության մեջ ապրող յուրաքանչյուր քաղաքացուստիս։ Եվ շատ կարևոր։ Մնացեք բարիավ, ձեզ առողջություն ու մեզ բոլորիս, որպես ոլորտը ներկայացնող անձնավորություն, մենք կլսենք հիմա երաժշտություն, կվերադառնանք եւ կշարունակենք, մնացեք մեզ հետ։